Դե, բարի գալուստ, ովքեր նոր են միացել։ Այսօր ինֆորմացիայի տեսությունն ենք հազիվ մտնում, տենց վիճակի կտորը լավ, երկար ծամծմեցինք, դե համատաբար երկար։ Հիմա արդեն տենց մեր նախավերջի կետն ասա, մինչև ML-ին հասնելու, բայց տենց երկու հատ փոճուր ծիպուկ ա մնացել, էլի, երկու լեկցիա ինֆորմացիայի տեսություն ենք անելու, ընդեղ արանքում գործնական էլ։ Հետո մի հատ էլ կիսահավեսի համար, կիսա ապագայի համար կոնտեքստ կառուցելու համար չափողականության անեծք գաղափարի մասին ենք անցնելու, թե ոնց է մեր ինտուիցիան ջարդվում, երբ որ սկսում ենք բարձրաչափ տարածությունների հետ աշխատել, ու դրանից հետո արդեն մաքուր ML։ Այսօրվա դասը հիմնականում լինելու է օգնող հետագայում անցնելու բաներին ինտուիցիա ձևավորելու ու պլյուս նաև ներածություն բավականին հետաքրքիր ճյուղի, որը որ տենց սիրուն կպնում է, էլի հետագայում անցած բաներին։ Այդ ճյուղի անունն է ինֆորմացիայի տեսություն, ինքը հիմնված է Հավտեսի հիմքով է ինքը պատրաստած, ու ստեղծվել է 48 թվականին Կլոդ Շենոնի կողմից։ Այս Կլոդ Շենոնը իմ յար Կլոդը, որ հավասում եմ, անտրոպիկի իրականում հենց այս Կլոդի պատվին է արած, ու իր հիմնական նպատակը եղել է ինչ-որ մի ձև թվային արժեք տալու ինֆորմացիային, ստացած ինֆորմացիային կամ օրինակ անորոշության կորուստին, երբ որ ինչ-որ պատահական մեծություն տեսնենք։ Օրինակի համար հասկանանք զարգցելուց ինչքան ինֆորմատիվ զառում ենք, օրինակ, էլի հիմա մի քիչ абստրակտ է այդ արտահայտությունը հնչում, բայց հետո հեսա մի քիչ հետո կհասկանանք։ Ու այս հղումն էլ բանն է, հիմնական նյութն է, որը ես օգտագործել եմ, որ նախ առաջինը սովորեմ սա ինչ է, ու երկրորդն էլ ուղղակի մեր այսօրվա սլայդերի հիմքը ահագին չափով այստեղի նյութն է, ահագին խորհուրդ կտամ նայեք, եթե ուզում եք մի քիչ ավելի խորը գնաք։ Բայց հիմա ասացինք, օքեյ, ուզում ենք ինֆորմացիային ինչ-որ թվային արժեք տանք, կամ անորոշության մասին ենք ուզում խոսալ, հիմա օրինակներով եթե բերենք, կարանք ունենանք 3 հատ նախադասություն, այսօր արևը կբարձրանա, Երևանում անձրև կգա ու Հայաստանը հենց նոր աշխարհի չեմպիոնատը հաղթեց։ Հիմա այս երեքն էլ տենց մոտավորապես նույն երկարության բառեր են, բայց ամեն մեկը իր հետ բերում է շատ ինֆորմացիա։ Ամեն մեկը տարբեր քանակի ինֆորմացիա է բերում։ Այն որ այսօր արևա դուրս եկել, շատ ինֆորմատիվ կարա չլինի, շատ չի զարմացնում մեզ։ Այն որ Հայաստանը աշխարհի չեմպիոնատ հաղթի, դա միանգամից շատ մեծ, շատ բարձր քանակի ինֆորմացիա ունի։ Ու սրանք կարանք պատկերացնենք, որ մեր պատահական մեծություններն են, էլի թե ինչ տեղի կունենա, պատահույթներ են, այդ պատահույթներին համապատասխանող հավանականություններ կան, իսկ ինչքան է հավանականությունը, որ Հայաստանը կհաղթի աշխարհի չեմպիոնատը։ Հիմա մենք ստեղ ոչ թե գործ ենք ունենալու այդ հավանականության հետ, այլ գործ ենք ունենալու հենց զարմանք կոչվող բանի հետ, հենց տերմինը surprisal-ն է։ Հեսա իրան կգանք, բայց մի քիչ է մոտիվացնելու համար սա, տենց մի երկու հատ ավելի կոնկրետ խնդիր բան անելու համար, այն թե ինչքան ինֆորմացիա ենք ձեռք բերումը, կարա նաև ինչ-որ խաղային կոնտեքստով, եթե օրինակ պատկերացնենք ուզում ենք 1-ից 1000 թիվը ինչ-որ մեկը մտքում պահել, ուզում ենք այդ թիվը գուշակենք, հիմա քանի քայլով կարանք դա գուշակենք։ Մի հատ ավանդական մոտեցում երևի ծանոթել կլինի, այդ բինար որոնումն է կոչվում, այսինքն ասում ենք 500-ից մեծա թե չէ, ասում հա, ասում ենք օքեյ, ուրեմն այս կտորեկանք։ Հետո սա ենք կիսում, ասենք 750-ից մեծա թե չէ։ Եթե ասում հա, էլի են գալիս այս կտոր, եթե ստեղից սենց, ու արդյունքում լոգարիթմ 2 1000-ի 2 հիմքով լոգարիթմ քայլով կարան գտնենք։ Հիմա այս լոգարիթմ 2 ու այդ թիվ հասկացությունը շատ տեսնելու ենք ստեղ լիքը։ Ու մի հատ էլ օրինակ, որ 1000 տեղ տեսել ենք ու նաև իրականում տերմին ենք տվել ժամանակին մաթեմատիկի մի կտոր անելուց։ Այդ էնտրոպիայի գաղափարն է, չէ՞, բինար loss-ն է, որ ասում ենք, սրան ML-ում իհարկե անդրադառնալու ենք։ Հիմա եթե ծանոթ չի, օքեյ, բայց այն բանձը որ ասում ենք y անգամ լոգարիթմ այն դեպքում fx գումարած 1 - y լոգարիթմ 1 - տտ, այ դա ասում ենք կրոս էնտրոպիան է, իսկ այսօր կակրաս սովորելու ենք, թե ինչ բան է այդ էնտրոպիան ու ինչ բան է կրոս էնտրոպիան։ Առաջ գնալուց մինչև առաջ գնալը մի հատ տենց կիսահավեսոտ վարժություն բան անեմ։ Այս կարակ հետո եթե ուզում եք մտածեք, էլի դասընթացի հետ կապ չունի, զուտ ինձ դուր է գալիս, հույս ունեմ ձեզ դուր կգա։ Պատկերացրեք այս մրցույթը, որտեղ որ ասում ենք
երբ որ հարց ենք տալիս, այդ հարցին պատասխանումը հա կամ չէ, այտենց 10 քայլով գտնում ենք, իսկ քանի քայլով կարաք գտնեք ու ինչ ստրատեգիայով, եթե պատասխանները լինի հա, չէ, ու մեկ էլ կարանա պատասխանի չգիտեմ։ Մտածեք, լավ, պատասխանը 7 է, բայց թե ինչի 7, եթե հավես ունեք, կարաք մտածեք, հետո կարաք հարցնեք, կասեմ ձևը ոնց էր, բայց հա։ Այսօրվա մեր պլանի տեսանկյունից էլ նախ առաջինը սահմանելու ենք ինչ է surprise-ը, հետո թե որպես այդ surprise-ի միջին, ասենց ասած, սահմանելու ենք էնտրոպիայի գաղափարը, այս էնտրոպիան ուրիշ տեղերից է կարող լսածնեք, ֆիզիկայից բանից, այնց լավ տարածված տերմին է։ Հետո խոսալու ենք կոդավորման գաղափարի մասին, օրինակ տեքստեր ունենք, այդ տեքստերը ոնց օպտիմալ ձևով պահենք բանով, ասենք կոմպի մեջ ոնց է օպտիմալ ձևով կոդավորենք պահենք։ Հետո cross էնտրոպիայի մասին ենք խոսալու, այս մեր ավանդական loss-ը 1000 տեղ օգտագործվող։ Հետո callback library divergence-ի մասին ենք խոսալու, տարամիտության մասին։ Այս էլ ML-ում 1000 տեղ օգտագործվող գաղափար է։ Դե գալով էնտրոպիային, էնտրոպիան նաև ընդհանրապես ոնց որ անորոշության չափ կարանք իրան նաև պատկերացնենք, էլի, որ ասենք ժամանակի հետ էնտրոպիան մենակ աճում է, այտենց սիստեմները ավելի քաոտիկ են դառնում բաման, հիմա ինքը այդ անորոշության չափման միավոր է։ Անորոշությունն էլ օրինակի համար ինչքան անորոշ է, որ բան։ Կամ լավ եկեք առաջ չընկնեմ շատ։ Անորոշությունը սահմանվում է ըստ նրա, թե ինչքան ընդհանրապես զարմանալի է լինում այն պատահույթը, որ տեսնում ենք։ Այ օրինակի համար բանի արևի դուրս գալու զարմանալու բանը շատ չի, Հայաստանի չեմպիոնատ հաղթելունը շատ է։ Ոնց ենք իրան սահմանում։ Իրան նաև ասում ենք surprisingly, նաև ասում ենք self ինֆորմացիա, ինքնաինֆորմացիա։ Ինքը սահմանվում է որպես մինուս լոգարիթմ 2 հիմքով px կամ կարող ենք ուղղակի գրենք լոգարիթմ 2 1 բաժանած px։ Հիմա կարա միանգամից երկու հարց առաջանա։ Առաջինը կամ 3 հարց նույնիսկ։ Ինչի մինուս, ինչի լոգարիթմ, ինչի 2 հիմքով։ Նախ առաջինը մինուսի հետ կապված, մեր մոտ ստեղ, երբ որ ասում ենք լոգարիթմ 2 px, այս px-ը ինչ ինտերվալի մեջ է, ժողովուրդ։ px-ը դե ոնց ասեցինք, հավանականություն էր։ Այստեղ։ Այսինքն ինչ ինտերվալից է։ 0-ից 1-ը։ Ահա, 0-ից 1։ Իսկ այդ դեպքում լոգարիթմը, 2 հիմքով լոգարիթմը այդ px-ի ինչ արժեքներ կընդունի։ Ինչ նշան կլինի կամ առնվազն։ Նա բացասական պետքա, չէ՞ լինի։ Ոնց որ 1-ից փոքր թիվ է այստեղ գրած, 2-ի ինչ աստիճան բարձրացնենք, որ այդ 1-ից փոքր թիվը ստացվի, բացասական աստիճաններ է լինելու։ Այսինքն այսա ինքն իրանով բացասական է, մի հատ մինուս ենք դնում, որ ուղղակի բերենք իրան դրական տիրույթ։ Կարար տեսությունը նաև հիմնվեր բանով, էլի։ Առանց այդ մինուսի ուղղակի սենց շատ ավելի հաճելի է աշխատել, էլի։ Հիմա ինչի լոգարիթմ։ Լոգարիթմի ամենահրաշք հատկությունը ո՞րն է, որ տենց ինչ-որ խնդրեմ ունենք, ասում ենք դե բռնենք լոգարիթմ ենք։ Այ ինչ է անում այդ մեր հրաշք ֆունկցիան։ Լոգարիթմի դերն էլ նա, որ ինքը ջարդում է արտադրյալը դարձնում է գումար։ Իսկ ստեղ մենք երբ որ ունենանք օրինակ զառը ընկավ 1, ընկավ 2, 3, 4, թե ինչ, այդ կոնտեքստում երբ որ գործ անելու ենք ու ենթադրենք իրից անկախ են, արտադրյալ ենք, չէ՞, ունենալու տարբեր պատահույթների։ Հիմա լոգարիթմը շատ սիրուն կարող է այս արտադրյալը բաժանի գումարի, ինչը շատ-շատ հարմար գործիք է, դրա համար ըստեղ եկել դրել ենք իրեն։ Հիմա միակ հարցը մնում է, թե ինչի 2 հիմքով։ Իրականում շատ նույնիսկ չի քրիտիկական պարտադիր է, թե ինչ կլինի, երբ որ կարենք իրան բնական բանով ասենք, անունը հետո նատեր կլիներ արդյունքի, բայց 2 հիմքով որ բան ենք անում ու կոմպում հիշողությունն է, որ երկուական համակարգով է 0 1-երով ենք պահում, միանգամից ոնց որ հաշվում ենք, թե քանի բիտ ինֆորմացիա է պահանջում, այսինքն ինչ երկարությամբ, ինչ չափի ֆայլ է ինձ պետք, որ այս պատահույթի բանը կարողանամ պահեմ մոտս, էլի։ Հա, ու սա մեր մոտ մի հատ պատահույթն է։ Px-ը ինչքան փոքր, այդքան զարմանքը մեծ։ Դրա համար արև դուրս գալու զարմանքը քիչ է, Հայաստան հաղթելու զարմանքը շատ է։ Հիմա սա մենք ասացինք բանի մակարդակով, մի հատիկ պատահույթի մակարդակով։
Հիմա երբ որ ունենք ինչ-որ պատական մեծություն, այդ պատական մեծությունը ընդունելու է ավելի շատ դեպքեր։ Օրինակի համար զառ ունենք, ղուշ է լինում կամ գիր է լինում։ Հիմա օրինակ ամեն մեկի հավանականությունը 1/2, 1/2-ը։ Հիմա ստեղ մենք սահմանում ենք էնտրոպիա։ Էնտրոպիա ավելի շուտ Շենոնի էնտրոպիան է, այդ Կլոդ Շենոնի պատվին, որ սահմանվում է ուղղակի որպես գումար այդ հատիկ մեր բաների։ Հատիկ մեր surprisal-ների, այսինքն log 2 px-ը ունենք։ Բայց նաև ոնց որ մատսպասման մակարդակով ոնց է որ ասում ենք fx ու բան fx dx, որ խտություն հաշվելուց ոնց ենք բանում, որ ասում ենք ներողություն, խտություն չէ։ Մատսպասում հաշվելուց ոնց է որ ասում ենք արժեք անգամ այդ արժեք տեսնելու հավանականություն, որ ոնց որ մեր սպասվելիք արժեքը ստանանք, մատսպասումը ստանանք։ Նույնիսկ ստեղ ասում ենք լոգարիթմ 2x, այս մեր ինչքանով կզարմանանքն է։ Այս էլ կոնկրետ եղած բանը։ Հետարքրող արժեքը մեզ ստեղ։ Ներողություն, ստեղ pen մոռացել եմ, log 2 px։ Հիմա օրինակի համար եթե զառի բանով նայենք, ստեղ ունենալու ենք ուղղակի մինուս ու երկու անգամ, որտեվ 1/2 անգամ լոգարիթմ 1/2։ Մի հատ զառը սա, մի հատ սա, իսկ մինուսա, կարենք տենց գրենք։ Ու դա որ հաշվենք, անում 1 բիտ ենք ստանալու։ Այսինքն մեզ արդար կոպեկ գցելուց ստացած արդյունքը գնա չափ տալու համար իրան, ոնց որ կոմպի մեջ պահելու համար sense ասած, պետքա մի բիտ։ Կպահենք օրինակ ղուշա թե չէ, եթե ղուշա կպահենք 1, եթե գիրա կպահենք 0։ Ու վերջ։ Օրինակի համար եթե արդեն կոպեկ գցելու լինենք, զար գցելու լինենք, 6 հատ իրար հավասար բան լիներ, այդ դեպքում ստանալու ենք լոգարիթմ 2/5-6, այդ էլ տենց մոտավորապես 2.5 բիտ էր լինում։ Այսինքն զար գցելուց բոլոր հնարավոր տարբերակները պահելու համար մեզ եթե դիսկրետից գանք արդեն բանին, եթե գանք դիսկրետին, արդեն 3 բիտ է պետք լինելու, էլի։ Չեմ կարող օրինակ ասեմ 1 ընկնելը գրանցեմ որպես 1, 2 ընկնելը գրանցեմ որպես 0, 3 ընկնելը արդեն պետքա մի հատ թազա բան ունենամ, էլի։ Դրա համար կարող եմ օրինակ ասեմ, եկեք գրանցեմ որպես 0 0 0 1 1 0 1 1։ Այս էլ չի հերիքի, 3 բիտով արդեն կկարանանք հանգիստ իրեն գրանցենք։ Այստեղ ենթադրում ենք արդար զառա, էլի։ Բայց մի խոսքով, այստեղ կարևոր է ոնց որ հասկանանք ինչի մասին է խոսք գնում, էլի, ինքը ինչ որ չափով բավականին նոր գաղափար է որպես գալիս մեզ։ Դրա համար մի քիչ դանդաղ գնանք, եթե հարցեր ա լինում, միանգամից զար բարձրացրեք, էլի։ Ու այստեղ այս զառը որ ասում էի որպես հավասար հավանական բան է, յունիֆորմ բաշխումից է գալիս, կարանք նաև ունենանք ինչ որ մի հատ բաշխում 1/2, 1/4, 1/8, 1/8 օրինակ։ Այսինքն ինչ որ մի հատ սյուժետ ունենք, 4 հնարավոր տարբերակ կա, դեպքերի կեսում առաջինն է լինում, քառորդում երկրորդը, այն 1/8-ներում երրորդը ու չորրորդը։ Այդ դեպքում արդեն մեր 1/2 անգամ 1 գումարած 1/4 անգամ 2 եւ այլն կլիներ հիմնականում ոնց որ 2 բիտ, չէ, 0 0 0 1 1 0 1 1, բայց մենք ստացել ենք ստեղ 1.75։ Հիմա ինչի է սա ավելի փոքր։ Այստեղ էսա սրան շատ ավելի մանրամասն գալու ենք հետո, բայց այստեղ իդեան նրա մեջ է կանում, որ ինչի համար ամեն մեկին սենց 2 բիտով պահը։ Եթե ինչ որ մեկը շատ հաճախ է տեղի ունենում։ Հիմա այն որը որ շատ հաճախ է տեղի ունենում, կուզենք տենց կարճ գրենք, չէ՞։ Օրինակ եթե Telegram-ով խոսալուց ընկերոջը պանիր բառը այդքան հաճախ չեն գրում, իմաստ ունի պանիր բառը հենց որպես PAN-ը սենց երկար պահել, բայց եթե ամեն օր բարի գիշեր են գրում, կարանք այդ բարի գիշերի փոխարեն պայմանավորենք իրան կոդավորել որպես զուտ գրիչս մեռավ։ Զուտ գրել BG, չէ՞։ Այսինքն ինչքան հաճախ ենք օգտագործում մի հատ ինչ-որ բան, այդքան կարճ կուզենք իրան կոդավորենք, որտեվ այնքան ավելի խելքին մոտ է, էլի, կարդարացնի իրան, որ կարճ պահենք։ Այստեղ դրա համար էնտրոպիան ինքը սպասվող անորոշությունն է, այսինքն օպտիմալ ձևով ինչքան անորոշություն ունեմ է, տնա թե ամենաօպտիմալ ձևով վարվելուց ինչքան ինֆորմացիա պետքա ծախսեմ։ Թե չէ ես շատ հանգիստ կարամ Ես շատ հանգիստ կարամ սցենար գծեմ, որտեղ այս 4 հատ պատահույթով բանը պետքա տենց մի տերաբայթներով տվյալներ ունենա, որ բան անեմ։
շատ խայտառակ, ոչ էֆեկտիվ ապուշ կոդավորման համակարգ կարամ առաջարկեմ, տենց լինի։ Ավելի հետաքրքիր է, իսկ ամենակիչը, ամենաօպտիմալը ո՞րն է։ Ամենաօպտիմալը այն է, որ ամենահավանական բաները ամենակարճ ձևով դասակարգենք ու գնալով ինչքան ավելի շատ ինչքան քիչ հավանական է, այդքան ավելի երկար տեքստ իրան թույլ տա։ Ու դրա լիմիտը այն ամենաօպտիմալ բանը, որին կարող ենք հասնենք, այդ հենց մեր էնտրոպիան է։ Հələ կոնկրետ օրինակների գալու ենք, բայց հələ գաղափար առաջ գնանք։ Ու էնտրոպիայի հետ կապված, օրինակ, եթե դիտարկենք, որ կոպեկ ենք գցում, կոպեկ գցելուց կարող ընկնի մեր մոտ ղուշ, կարող ընկնի մեր մոտ գիր։ Հիմա ինչքան ինֆորմացիա է մեզ պետք, ինչքան բիտ է մեզ պետք այդ ինֆորմացիան պահելու, կախված կլինի նրանից, թե այդ կոպեկը ինչքանով է արդար, չէ՞։ Հիմա օրինակի համար, եթե կոպեկը միշտ ընկնում է ղուշ, մեզ 0 բիտ է պետք տապալելու, չէ՞։ Մենք այստեղ անորոշություն չունենք ընդհանրապես։ Եթե նույն ձև միշտ ընկնում է գիր, կրկին չկա անորոշություն։ Դետերմինիստիկ համակարգներ են։ 0 բիտ, 0 անորոշություն, 0 էնտրոպիա։ Ու գնալով, օրինակ, եթե 0.99% դեպքերում ղուշ անգնում, 1% դեպքերում գիր, մենք կարանք այս ղուշ ընկնելը շատ ձևով իրան պահենք, այն գիր ընկնելն է մեկա գիտենք համարյա երբեք չի լինելու, իրան ավելի երկար ձևով պահենք։ Այստեղ մի քիչ ինտուիցիան ջարդվում է այն տեսանկյունից, որ խոսալուց ասում ենք դիսկրետի դեպքում, որ 0-1-ը տենց են կոդավորում, մի քիչ դժվար է դա պատկերացնել, բայց տեսականորեն ոնց որ անորոշությունը քիչ է լինելու, երբ որ գցենք կոպեկ, որը միշտ ղուշ է անգնելու։ Գցելու ենք, տնալու ենք ղուշ անգնելու, չենք զարմանալու դրանից։ Քիչ ինֆորմացիա է դա իր մեջ պարունակում։ Զարմանքը քիչ է իրանից, անորոշությունը քիչ է իրանից։ Ուհա։ Մի քանի հատկություն եթե նշենք, այս էնտրոպիան ինքը միշտ ոչ բացասական է, միշտ ինչ-որ չափի զարմանք ունենում ենք։ Այս էնտրոպիան էտա բառից է գալիս իմիջիայից, դա ինչ-որ հաշի կարգի էր հռոմեական այբուբենում բանում, դրա համար ենք հաշով գրում, էլի, այս մեծությունը մոտավորապես։ Հա։ Ինքը 0-յա մենակ այն դեպքում, եթե դետերմինիստիկ համակարգ ունենք, այսինքն եթե մի հատ ինչ-որ դեպքի հավանականությունը 1 է, իսկ մնացածինը ավտոմատ արդեն 0։ Մենակ այդ դեպքում է էնտրոպիան 0։ Ինքը անընդհատ է այն տեսանկյունից, որ եթե մի պստիկ փոխենք ինչ-որ բանի հավանականությունը, էնտրոպիան պստիկ չեղով է փոխվելու։ Ինքը սիմետրիկ է, այսինքն եթե ղուշ գիրի փոխարեն անունը դնեմ գիր ու ղուշ, ոչ մի բան չի փոխվի։ Իրարից անկախ պատահական մեծությունների համար ինքը additiv է, այսինքն կամ ուղղակի մեկի էնտրոպիա գոնած մյուսի էնտրոպիան է, եթե մեկը ղուշակցում, մեկը կոպեկակցում, ղուշակցում չկներեք, մեկը զառակցում, մեկը կոպեկակցում, իրանց անորոշությունների գումարը կարամ այդ երկու պատահույթը իրար հետ միասին նույնն է, ինչ ուղղակի այդ երկուսը իրարից առանձին։ Ու ինքը մաքսիմալ է բանի դեպքում, յունիֆորմ բաշխման դեպքում։ Այսինքն եթե օրինակ զառ եմ գցում, որ դեպքում ամենադժվարը կլինի ինձ զգուշակություն անել։ Այն դեպքում, երբ որ ամեն մի իրադարձությունը հավասար հավանական է, չէ՞։ Եթե օրինակ զառը միշտ 1 անգնում, ինձ շատ հեշտ կլինի զգուշակություն անել, էլի։ Դրա համար անորոշությունը մաքսիմալ է, երբ որ ոչ մի պատահույթ ուրիշ ոչ մեկի նկատմամբ առաջնահերթություն չունի։ Այս խի է sense ամեն ինչը նշում, որովհետև իրականում այս Շենոնի էնտրոպիան, այդ բանձերը որ տեսանք այդ log 2 px-ը ինքը այստեղի այս կոնստանտի ճշտությամբ միակն է, որ բավարարում է ստեղի պայմաններին, էլի ինքը տենց յաբախտի բանաձև չի, որը որպես ինտուիտիվ բան վերցրեցինք, չէ, ինքը չոտքի հստակ սիրուն հատկություններ ունի։ Մեկ էլ նրա հետ կապված թե ինչի է էնտրոպիան մաքսիմ բանի դեպքում յունիֆորմ բաշխման դեպքում մաքսիմալ, այստեղ մի հատ սլայդով ապացուցա դրած, որպես հիշեցում կարաք, եթե չգիտեք կամ բան, կարաք Յենսենի անվասարությունը վերհիշեք, անալիզից շատ շուտվանից նայած։ Եթե սա հետաքրքիր է, էլի շատ առաջնային չի, կարևորը ինտուիցիայի մակարդակով գիտեք, ու տենց շատ բարդ բան չի, շատ բարդ ապացույց չի, եթե կուզեք կարաք նայեք։ Բայց հա, ամեն դեպքում էնտրոպիայից դեռ այսքանը, հələ էլի իրան լիքը առնչվելու ենք, բայց ոնց որ առանձին հենց իրա կտորից, էլի։ Եկեք այս սեկցիայում էլ հասկանանք, թե ոնց կարանք
հասկանանք, որ այս էնտրոպիան ինքը իրոք նվազագույն քանակն է բիտերի, որ մեզ պետքա, որ այդ պատահական մեծությունը նկարագրենք, որ ինչ ուզում ենք ուրիշ մտածենք, այդ դրանից ավելի լավ չենք կարա ստանանք արդյոք։ Սա կրկին մի քիչ ավելի զուտ հետարքրի ժանրից է, այնտեղ պրեֆիքսների մասին ենք խոսալու, այնց ծառերով կոդավորում, բանման, սա ավելի բոնուսային, էլի։ Այս ամեն ինչը նրա համար եմ ասում, որ եթե նոր եք միացել ու ինչ որ տենում եք, որ ինչ որ մի աշխարհ բան անհասկանալի է, չանհանգստանաք դրանից, էլի, մտածեք, ասեք թու արա, բա հետո ինչ եմ անելու։ Այս դասը կարար հանգիստ չլիներ ու ML-ի կտորը այնց ինչ որ ահավոր շատ չէր տուժի, էլի։ Սիրունության տեսանկյունից կտուժեր, որտեղ ինչ որ բաների պակի ինգած գաղափարը այդքան լավ չէինք կարողանալու նստացնենք, էլի։ Նայած լավ։ Հիմա եթե պատկերացնենք ունենք մի հատ ինչ որ տեղ, որտեղ որ վաճառում են, ասենք, պանիր, շաուրմա, կարտոշկա ու շոկոլադ, ու հիմա ուզում ենք կոդավորենք սա, որ ոնց որ բանից կասայից խոհանոց պատվերները շատ կարճ ու հեշտ ձևով մեզ գա, էլի, տենց ամբողջ բանը չասեն, ամբողջ պատմությունը չասեն։ Ու պատկերացնենք, որ ասենք 1/2 դեպքերում պանիր են առնում, 1/4-ում շաուրմա, այն մյուս երկուսը 1/8, 1/8։ Հիմա ոնց քննարկեցինք, եթե իրանց կոդավորենք որպես 000111011, ընդհանուր ունենալու ենք ամեն մեկի վրա ծախսած 2 բիտ հիշողություն, ու եթե հաշվենք ընդհանուր միջինում ինչքան բիտ ենք ծախսում, կլիներ 1/2 անգամ 2 գումարած 1/4 անգամ 2, 1/8 անգամ 2, 1/8 անգամ 2 կստացվեր 2 բիտ ենք ծախսում։ Հիմա ոնց կարանք սրանից ավելի օպտիմալ անենք։ Մի հատ միտք կարա լինի այն, որ դե եկեք պանիրը ամենահավանականն էր, եկեք իրան կարճ որպես տենց 1 գրենք։ Ներողություն, իրան կարճ կոդավորենք որպես 0։ Հաջորդը շաուրման էր, կոդավորենք որպես 1։ Հետո կարտոշկան կոդավորենք որպես արդեն պետքա երկնիշ գնանք 0-1, կոնֆետն էլ կոդավորենք որպես 1։ Հիմա ժողովուրդ, ինչ կարծիք եք։ Այս կոդի հետ կապված ինչ խնդիր կարա լինի։ Չէ, մեկը կարա անմիտ լինի, փորձենք միասին հասկանալ, եթե կուզեք։ Ջոգելով, եթե 0-1 ենք գրում կամ 1-0, կարա խնդիր առաջանա, որ խոսքի կարդացողը մտածի, որ առանձին 0 ու առանձին 1 է, տենց։ Գերազանց, շատ ճիշտ է։ Եթե 0-1 ասեցինք, հիմա դե արի հասկացի այդ նշանակում է պանիր ու շաուրմա, թե նշանակում է կարտոշկա։ Այս ոնց որ մեր մոտ ստեղծում է բան, էլի, անհնար սյուժետ է ստեղծում, էլի, հակառակ կողմով կոդավորելու համար, էլի, դեկոդավորելու համար։ Ու մերսի, պատասխանի համար։ Հիմա սրա լուծումը այն է լինում, որ մենք օգտվում ենք պրեֆիքսների հատկությունից։ Պրեֆիքս նշանակում է նախածանց։ Մենք նենց ենք անում, որ ոչ մի բառ չլինի ուրիշ բանին, ոչ մի բանի նախածանցը չլինի բառ։ Այսինքն այստեղ 0-1-ի մոտ էս 0-ն ինքն իրանով նախորդ բառն էր։ Դրա համար միանգամից մեզ անհասկանալի է լինում, թե ինչ ասա։ Դրա լուծումը այնա, որ կարանք բռնենք այս պանիր որպես 0 գրանցենք։ Հիմա մյուսը, եթե գրանցենք որպես 1, հետո 1-0-ն մեր համար բլոկավորվելու է, էլի։ Դրա համար մյուսը միանգամից գրանցում ենք որպես 1-0։ Հիմա հաջորդը գրանցելու համար կարանք իրան գրանցենք որպես 1-1-0 ու մյուսը 1-1-1 որպես։ Սա ծառի տեսքով ավելի հեշտ է բանն, էլի։ Հիմա պետք է նենց անենք նախածանցը չկրկնվի, այսինքն առաջի հերթին կարանք այս մեր մի ճյուղով գնանք 0-ն վերցնենք։ Մյուս ճյուղը գալիս է 1-ը դառնում։ Հիմա 1-ից հետո կարամ գամ 1-0 վերցնեմ ու կարամ գամ 1-1 վերցնեմ։ 1-1-ից հետո կարամ կրկին ճյուղավորվեմ վերցնեմ 1-1-0 վերցնեմ 1-1-1։ Այսանով ստացվում է մեր ծառը։ Այստեղ բաները, երկարությունները լինում են 1, 2, 3, 3, այն ժամանակ 2-2-2-2 էր ամեն ինչի հավանականությունները, էլի։ Ու կարա միտք առաջանա, որ սա այդքան էլ օպտիմալ չէր, հեսա այս սրան կանդրադառնա։ Այստեղ մի հատ կարճ նշում ուղղակի որպես ժողովուրդ, որ այստեղ որ sense 4 հատը 4 բանի սիրուն բաժանեցինք sense ճյուղավորելով, կարա հարց առաջանա, իսկ ինչ կլիներ, եթե 5-րդ բան լիներ մեր մոտ այստեղ։ Մենք մի հատ էլ 5-րդ բան լիներ 1/8-ով, արդեն իրան չէինք իմանա, էլի, այստեղ 1-1 ու ինչ կոդ տայինք։ Բան նրանն է, որ այդ դեպքում ուղղակի մի հատ ավել ճյուղ էինք ունենալու, որտեվ իրականում
հավանականությունները ուրիշ ձև էին լինելու, եթե էդ էլ 1/8-ով լիներ, հավանականությունը ընդհանուր 1-ից մեծ էր լինելու, էլի, այսինքն բաշխում չէինք ունենալու։ Հա։ Ու ընդհանուր առմամբ էլ նաև մեր մոտ այս երկարություններով բյուջեն, որ նայում ենք, մեզ ակտուալ այն, որ մի հատ կրաֆտի անհավասարություն կոչվող բանը տեղի ունենա։ Այստեղ ասում եմ, որ այս բինար prefix կոդ, այսինքն 1 0-ներով այսպես կոդ գոյություն ունի LE երկարությամբ, մենակ այն դեպքում, եթե տենց անհատական ամեն ինչի հավանականությունների գումարը 1-ից փոքր հավասար լինում, էլի, այսինքն մենք չենք կարող ունենանք 3 հատ 1/2 հավանականությամբ բան, էլի, օրինակ։ Ու դրան համապատասխանաբար ոնց որ եթե հակադարձներով շարժվենք 1/2-ի խորանարդ 1/2-ի բան եւ այլն, արդյունքում 1-ի են գալու։ Սա իրականում չգիտեմ ինչքանով էր ձեր գլխում հարց առաջացնում, որ կարողա խնդրեմ ունենք համակարգի հետ թե չէ։ Ուզում եմ զուտ ասեի, որ ոնց որ համակարգի հետ խնդրեմ չունենք, բայց եթե այդ հարցը չէր առաջացել, երևի շատ բան չի մեկա, շատ էական չէր մեկա։ Ու ժողովուրդ, եթե նկատենք, որ այդ համակարգը, որ այդ prefix sum-երի արեցինք, այդ 0 1 0 1 1 0 ու 1 1 1, սա իրականում էս 1 2 3 3 հեռավորությունները որ եղավ։ Սա իդեալական հենց այն էր, թե ամեն մի պատահույթի զարմանքը ինչքան էր։ Այս 1/2 հավանականության բանի զարմանքը ինչքան էր լինելու մեր մոտ, այս լոգարիթմ 1/2-ը մինուսով։ Սա մեր մոտ 1 էր, չէ՞ լինելու։ Մինուս 1։ 1/2-ը ստացավ, այս 1/2 հավանականության բանը ստացավ 1 երկարություն։ Հաջորդը այս 1/4-ն էր, չէ՞։ Այստեղ լոգարիթմը մեր մոտ surprise-ը 2 էր լինում։ Սա ստացավ 2 երկարություն։ Այս 1/8-ները ստացան 3 երկարություն։ Իսկ սա հենց իդեալական այն կոդավորման համակարգն էր, որը որ մեզ բերում էր ամենաօպտիմալ քանակի բիտերին։ Սա էլ կրկին random system չէր, էլի, որ եկեք սենց անենք, որովհետև հակառակ դեպքում խառն է լինում։ Չէ, նաև այս prefix կոդը մեր մոտ օպտիմալ էր։ Ու ընդհանուր առմամբ այս prefix կոդերի հետ կապված կամ մի հատ էլ թեորեմ կրկին Shannon-ի կողմից, ասում է, եթե ունենք ինչ-որ աղբյուր x, այս աղբյուր x ասելս դա կարելի լինի տեքստ, կարելի լինի ինչ-որ ռադիոյով ստացած սիգնալ, ինչ-որ պատահական մեծություն, ինչ-որ մի հատ բան, որը ուզում ենք կոդավորենք, ոչ մի prefix կոդ չկա, որը որ կարա ստանա այդ էնտրոպիայից եղած ավելի քիչ բան, էնտրոպիա, որտեղ էնտրոպիայից էնկոմ չեն կարող գնանք։ Բայց ասենք այդ էնտրոպիա +1, այն իդեալականից մի հատ բիտ էնկոմ գոյություն ունի տենց prefix կոդ, որը որ ստանում է։ Այսինքն կարանք միշտ ընտիր ծառ սարքենք, էլի, նես չի 1/2, 1/4, 1/8, 1/8 սիրուն տենց խաղալիք օրինակ էի բերել, դրա համար աշխատեց։ Չէ, տեսությամբ հստակ հիմնավորվում է սա նաև։ Հիմա խոսանք խաչաձև էնտրոպիայի մասին։ Սա հենց այնն է, ինչ տենց ML-ի մեջ մի աշխարհ դեպքերում լինում է։ Սա էլ պատասխանում է, ասում է, իսկ օքեյ, այնտեղ տեսանք, որ 1/2, 1/4, 1/8, 1/8-ով համակարգը որ ունեինք, երբ որ իրան կոդավորում էինք նենց համակարգով, որ հենց համապատասխան surprise-ներով էր գնում, այսինքն կարանք ասենք, որ իդեալական բռնում էինք, էլի, թե ինչ բաշխում է պետք օգտագործել։ Այս բաշխումը ոնց որ կարաք հակառակ կողմից մտածեք բիտերի քանակի տեսանկյունից, էլի, լոգարիթմով զուտ։ Այսինքն, երբ որ այս սկզբնական եղածը ճիշտ գուշակում էինք, իդեալական համակարգ էր դառնում։ Հիմա վճռորդ մենք իրական կյանքում, երբ որ տվյալներ ունենանք, չենք իմանալու այդ տվյալները ինչ բաշխումից են գալիս։ Մեզ պետք է լինելու ինչ-որ մի հատ ուրիշ բաշխում, փորձել ինչ-որ գտնել մոտարկելու ձև այդ բաշխումը։ Հիմա cross entropy-ան պատասխանում է այն հարցին, թե իսկ ինչ է լինում, երբ որ մենք սխալ ենք այդ բաշխումը ֆիքսում։ Հա։ Այստեղ մի հատ օրինակ եթե բերենք, օրինակի համար այս բաշխումը, որ ունեինք 1/2, 1/4, 1/8, 1/8-ով, եթե իրան դիտարկենք որպես հավասարաչափ բաշխված, այսինքն ամեն մեկին 1/4, 1/4, 1/4 տանք, համապատասխանաբար պահենք իրանց լոգարիթմ 1/4 մինուսով 2 երկարության բաներով, մեր մոտ արդեն մեր ամեն մեկի բիտերի վրա ծախսած բանը լինելու էր սենց 2-ներով։ 1 2 3 3-ից եկանք 2 2 2-ների։ Առաջի դեպքում մի հատ տուժեցինք, այն ժամանակ 0 էր, հիմա 0 0 է օրինակ որպես։ Երկրորդը նույնը մնաց, այն մյուս երկուսը եկավ մեր մոտ բան եղավ։ Ավելի կարճ դառավ։ Հիմա ժողովուրդ, արդյոք սա ավելի լավ կոդավորելու ձև է, թե չէ։ Ու ինչի։ Մտածեք։
Ոնց որ թե sense նայում եմ 1 -1 տալ -1-ը 0-ից փոքր է, այսինքն ավելի քիչ ինֆորմացիա ստեղ ծախսեցինք։ Ավելի քիչ ինֆորմացիա չծախսեցինք, զուտ ինչ-որ ուրիշ կոդավորման տարբերակ է։ Ուրիշ կոդավորում ենք ամեն մի բառը ավելի կարճ ձևով նկարագրեցինք, չէ՞։ Հիմա ավելի լավ չի sense։ Դե նախորդում որ ասացինք, չէ, չենք կարա ավելի քիչ տարբերակով ստանանք։ Ինչ-որ սահման կա էլի, այսինքն այդ սահմանից ներքև չենք կարա իջնենք։ Ոնց որ էսի զուտ ավելի հարմար է, եթե դիստրիբյուցիայի մասին որ չգիտենք, էլի ռեալ տվյալների հետ ենք աշխատում։ Ճիշտ բաներ ասում եք, բայց այդտեղ մի հատ ու իրականում հա, ոնց որ այդ որ հաշվեցինք, այդ 1.75-ը ինքը այս բաշխումը նույն ձև դիտարկելը ինքը ճիշտ էր լինելու, բայց հիմա եթե նայեմ այն ժամանակ ոնց էի կոդավորել, այն ժամանակ կոդավորել էի որպես 0 1 0 1 1 0 1 1 1, հիմա կոդավորել եմ որպես 0 0 0 1 1 0 ու 1 1, եթե հաշվեմ, ստեղ 8 բիտ եմ օգտագործում, ստեղ օգտագործում եմ 1 3 6 9 բիտ։ Այսինքն մի բիտ պակաս եմ օգտագործում, չէ՞։ Հիմա չստացվեց որ ավելի օպտիմալ է։ Նույն խնդիրը չի առաջանում, ինչ որ նախորդում։ Այսինքն որ խնդիր են։ Դե որ ասացինք prefix-ի պահով, էլի։ Հա, դե իրականում եթե ֆիքսած ունենք, որ երկու, չէ, այստեղ իրականում prefix-ի խնդիր չունենք, որովհետև բոլորն էլ երկու նիշանի են։ Հիմա ինձ ինչ որ մեկը ասի 1-1, ես հստակ գիտեմ այդ որն է։ Այստեղ ինչը ինձ ասեն, ես շփոթություն չունեմ, էլի։ Prefix-ների հետ կապված այստեղ պլստում ենք։ Հա։ Իրականում խնդիր կա իհարկե, էլի, ոնց որ մի հատ բան կա, որ մոռանում ենք հաշվի առնենք, էլի, երբ որ ստեղ ասում եմ 8 ու ստեղ ասում եմ 9։ Ուզում եմ փորձեք հասկանալ այդ որ բանն է։ Կարողեք մտածեք ըմբանի օրինակով, որ ասենք որ կոպեկ էի գցում, կոպեկը արդար կարող լիներ ու կոպեկը կարող ահա որ ոչ արդար լիներ։ Հիմա այդ երկու դեպքում ի՞նչն է տարբերությունը։ Երկու դեպքում է ղուշ ու գիր պետքա կոդավորեմ, չէ՞։ Բա ի՞նչն է ուրիշ։ Չտանջեմ ձեզ շատ։ Այստեղ երկու դեպք լինում է, որ շահում ենք։ Այս երկու դեպքում ավելի կարճ ենք ունենում։ Բանը նրանում է, բայց որ այս երկու դեպքը 1000-ից 1 է լինում, է։ 1/8 հավանականությամբ է sense պատերին։ Այսինքն այն որ մենք շահեցինք այս սրանց վրա, ըստ էության մեզ շատ էական չի։ Հիմա այստեղ կարող լիներ մի հատ էլ ուրիշ տարբերակ, ասենք գրածներ պոնչիկ մի հատ էլ, այս պոնչիկը եկեք սա ասենք գրեմ 1/8 մինուս 1 միլիարդերորդ, սա էլ թող լինի 1 միլիարդերորդ հավանականությամբ։ Ու հիմա այս սրան կարող է մի համակարգի դեպքում կոդավորել որպես միլիարդ նիշ, այս մյուսը կոդավորել որպես 2 նիշ։ Հիմա կստացվեր, որ սա այդ մի բառը շատ ավելի օպտիմալ է բաները, բայց ումա պետք ենք չենք տեսնելու։ Այստեղ ինքը ավելի օպտիմալ կոդավորել է այս առաջին բառը։ Իսկ այս առաջին բառը շատ հաճախ տեսնում ենք։ Դրա համար այն որ ստեղ շահեցինք, այն որ մենք բարի գիշերի տեղը սկսեցինք բգ գրել, ոչ թե պանիրի փոխարեն սկսեցինք պր գրել։ Այդ բարի գիշերը բգ գրելը մեզ էական ազդեցություն տալիս է, որտեղ հաճախ ենք դա տեսնում։ Դրա համար մենք ստեղ էնտրոպիայի ժամանակ խոսալուց ոչ թե ասում ենք այս եղած այս լոգարիթմերի գումար, ոչ թե բիտերի քանակի գումար ենք հաշվում, այլ հաշվում ենք իրենց հավանականության հետ միասին, մատ սպասում ենք մենք հաշվում ստեղ։ Դրա համար ստեղ կարևոր է այն, որ չմոռանանք նաև այս սրան նայել համապատասխան հավանականությունների հետ միասին վերցրած։ Ինքն իրանով ինքը մեզ շատ բան չի պատմում։ Ոստեղ հա, եթե հաշվենք սրա էնտրոպիան 2-ը, այս մի համակարգի էնտրոպիան 1.75, այսինքն իրականում միջինով վերցրած, այս մեր առաջի մոտեցումը ճիշտ է լինում։ Հիմա ոնց սահմանենք, թե ինչքան ենք ծուռ բան արել, այսինքն իմ մոտ պատահարները եղել են այս px-երը, այսինքն ստեղ մեր մոտ պատահույթները px-երն են եղել, բայց իրանց հետ ոչ թե համապատասխանաբար ըստ այդ իրանց surprisingly ենք վերցրել կոդավորել, այլ սխալվել ենք ինչ որ ուրիշ բաշխում ենք վերցրել, qx բաշխում ենք վերցրել։ Այսինքն այս 1/2 1/4 1/8 1/8-ի փոխարեն վերցրել եմ 1/4 1/4 1/4 եւ այլն եւ այլն։ Հիմա այդ դեպքում ինչքան կլինի իմ էնտրոպիան։
Այստեղ սրա դեպքում հաշվենք տեսնենք, որ էնտրոպիան 2 է լինում։ Հիմա ներողություն, դա կրոս էնտրոպիա է, խաչաձև էնտրոպիա, որտեղ մենք մի հատ իրական process ենք վերցնում ու մի հատ մեր մտածած բաշխում ենք վերցնում։ Այդ երկուսի խաչաձև էնտրոպիան, որ իրար գալիս կպցնում ենք։ Այդ դա գայս համար արդեն կրոս էնտրոպիա։ Հիմա խիա սա ML-ի մեջ հազար տեղ հանդիպում, էլի լիքը հատկություններ կան, բայց մի հատ բանն է, որ ինքը հենց մեզ նկարագրում են, որ եթե իսկական տվյալների առաջացման process-ն է, թե իրոք որտեղից են տվյալները գալիս, ինչ սկզբունքով է մեր մոտ առաջանում մեր dataset-ը։ Դա եթե մեր մոտ P-ն է, Q-ներ լինում է մեր մոդելը, թե ոնց ենք մենք իրան մոտարկում։ Հիմա մեր մոդելը իսկական տվյալների վրա կիրառելիս ստացած էնտրոպիան, ստացած այդ անորոշությունը, մենք ուզենալու ենք նվազացնել։ Մենք ուզենալու ենք ինչքան հնարավոր է բերենք իրար մոտիկ կպցնենք, ինչքան հնարավոր է գանք այդ օպտիմալ բան, self էնտրոպիային, այդ սովորական Շենոնի էնտրոպիային գա։ Համար մենք գործ ենք անում էնտրոպիայի նվազացման խնդրի հետ ըստեյության, էլի մեխանիկական ուսուցման մեջ։ Համար կրոս էնտրոպիա։ Անդադ դեպքում ու իրան նշանակում ենք որպես h, հիմա P-ից բացի նաև պետք է ասենք, թե իսկ որ մոդելն ենք օգտագործել Q, ու իրանց արանքում այսպես նշան ենք դնում։ Սա ոնց որ մեր միջին այդ կոդի երկարությունն է, երբ որ սխալ կոդավորման համակարգ ենք ընտրել։ Ու եթե ճիշտ ենք ընտրել, HPP-ն լինում է ուղղակի սովորական HP-ն։ Այսինքն ճիշտ կոդի դեպքում մենք ստանում մեր սովորական էնտրոպիա։ Այն ավել չնվազացվող բան։ Եթե սխալ կոդ ենք ընտրում, էնտրոպիան միշտ ավելի մեծ է լինում։ Ու մեկ էլ ոնց որ տվյալները P-ն լինեն, ես Q-ով մոտարկեմ, ու տվյալները Q-ն լինեն, ես P-ով մոտարկեմ, սա սիմետրիկ չի։ Հերթականությունը այստեղ կարևոր է, էլի, թե ինչն է տվյալը, ինչն է մոդելը իրականում հենց։ Մեկ էլ ժողովուրդ, այստեղ այս ամեն ինչում, որտեղ ինչ գրում եմ, sense գումար, PX եւ այլն, դրա սա հեշտ թարգմանվում է անընդհատի գրելով ուղղակի բանով, ինտեգրալով, այսինքն ունենք ինտեգրալ PX լոգարիթմ 2 QX dx։ Այս անընդհատի մասին հələ մի քիչ խոսանք դեռ, այնտեղ հետաքրքիր բաներ են, որ ասենք այդ արդեն կարա օրինակ բան լինի, բացասականություն այնտեղ կարա հանդիպի։ Հիմա խոսանք Kullback library divergence-ի մասին, divergence տարամիտություն։ Սա էլ մեզ ասում է, որ երբ որ օգտվում եմ սխալ կոդից, ինչքան բիտ եմ վատնում, ինչքան անիմաստ ինֆորմացիա եմ օգտագործում, որ իրականում ավելի օպտիմալ բան կար։ Ու իրան մենք սահմանում ենք որպես cross entropia սխալ կոդը օգտագործելուց, այսինքն HP եթե օգտագործեմ Q, հանած HP, այսինքն HP եթե օգտագործեմ P։ Այսինքն եղած հանած իդեալականը այդ մեր ոնց որ պատուհանն է, թե ինչքանով ենք ծուռ եղել իդեալականից, էլի։ Ու ինքս այսինքն մեր լինում է այս PX լոգարիթմ 2 QX հանած PX լոգարիթմ 2 PX լոգարիթմերը sense տեղ սիրուն կարան գան, կարանք PX-ով ստեղ խմբավորենք, սիրուն ստանում ենք log 2 PX մինուս log 2 QX, այս էլ կարան գրենք որպես հարաբերություն, այսինքն PX լոգարիթմ 2 PX QX։ Նաև սա կարանք պատկերացնենք որպես ուղղակի մենք նայում ենք այս PX QX-երորդի մատսպասում, էլի։ Երբ որ տվյալները գալիս են ասեմ մեր P-ից, էլի, ճիշտ ընտրած բանից։ Ու սա հենց մենք դնում այդ հավելյալ բիտերը, էլի։ Այսինքն cross entropy-ան դա ներողություն, այստեղ սա ֆունդամենտալ գալիս է նրանից, որ ասում ենք cross entropy-ան դա սովորական էնտրոպիան է, պլյուս թե ինչքանով ենք սխալվել։ Այսինքն պլյուս մի հատ է Kullback library divergence-ը։ Ու այս Kullback library divergence-ը միշտ ոչ բացասական է, այսինքն մենք չենք կարա -1-ով սխալված լինենք, էլի, -1-ով վատ արած լինենք։ Վատ անելուց միշտ ինչ որ դրական չափով ենք վատ անում, էլի։ Ու ստեղ հավասարությունը տեղի ունի, սա է 0-ի հավասարությունը, մենակ այն դեպքում, եթե P-ն ու Q-ն իդեալական լրիվ ծերիստեր նույն բաշխումն են մեր մոտ։ Ստեղ այս սլայդով ապացույց է դրած նրա, որ այս բան Kullback library divergence-ը ոչ բացասական է, էլի Յենսենի անհավասարություն ենք օգտագործում, եթե հետաքրքիր է, կարաք դանդաղ կարդաք։ Շատ բարդ բան չկա, բայց ինչ որ բան եթե չստացվի, համեցեք։
Մեկ է ստե մի հատ փոքր նշում որպես, որ այս Kullback library divergence-ը ինքը դիստանցիա չի, մետրիկա չի, եթե տերմինին ծանոթ եք, այսինքն իսկական հեռավորություն մենք չենք չափում բաների մեջ, բաշխումների մեջ, բայց դրա կարգի բան ենք անում, էլի նայում ենք ինչքան են իրարից հեռու է երկու բաշխումը, բայց խիստ տերմինին չի բավարարում, էլի այդ իրական անալիզ եկած տերմինը չեն կարող օգտագործենք, որովհետև երկու աքսիոմ խախտվում է։ Սիմետրիա է խախտվում ու մի հատ է եռանկյան ավանսարություն է խախտվում, բայց սա որպես ավելի տենց լրացուցիչ տեսական բան, որ եթե հեռավորություն ասեմ ապագայում մաթեմատիկները վրաց չջղայնանան, էլի։ Ու սրան եթե մեկնաբանենք, կարանք իրան մեկնաբանենք պոտենցիալ 3 ձևով, մի հատն էլ հաղթեսին նեղություն վիճակին միացնելու համար ուզում եմ նշենք։ Կարանք մեկնաբանենք որպես էքստրա հավելյալ բիտեր, կարանք մեկնաբանենք որպես մատ սպասում այս log բանի հարաբերության լոգարիթմի, այսինքն ընդհանրապես պենություն ինչքանով են իրարից տարբերվող։ Ըստ իրանց այդ բանի, էլի հարաբերություն, եթե լինեն հարաբերությունը միշտ 1 էր լինելու մեր մոտ, y-ի 0 աստիճանն է 1, էնտրոպիան 1-0 կլիներ, նեղություն Kullback library divergence-ը 0 կլիներ, ինչքան շատ տարբերվեն, այդքան մեծ է լինելու։ Նաև իրան, եթե դիտարկենք բանով, մի քիչ, եթե ուզենք կպցնենք նախորդ դասերին, եթե պատկերացնենք, որպես ունենք հիփոթեզ, որ տվյալները գալիս է Q-ից ու տվյալները գալիս է P-ից, որպես ալտերնատիվ հիփոթեզ, ինքը ոնց որ ապացույցն է, թե եթե բաշխումը իրոք սրանից գալու լիներ, ինչքան հավանական կլիներ սա տեսնենք, կարանք այդ դրան որպես տեն զուգահեռ անալոգիա տանենք, էլի, եթե ուզենք։ Մի քիչ մոտիվացնելու համար, եթե որ ասում եմ սա ML-ում օգտագործում, ML-ով օգտագործում, որ պատկերացնենք ինչ աստիճանի շատ է ML-ում օգտագործվում։ Մի քանի հատ օրինակ եթե բերենք ու մի քիչ ապագայի թեմաներին բերելով, էլի։ Մի հատ բան, որտեղ որ կարող օգտագործվի, դա չափողականություն իջացնելու գաղափարն է, որ եթե ունեմ մի հատ ինչ-որ տենց լավ բարձրաչափ տարածությունում ինչ-որ տվյալների հավաքածու ունեմ, ուզում եմ իրան երկչափում տեղադրեմ, այդ եղած հարևանության տարբերություն, հարևանության բաշխման, այդ հեռավորությունների բաշխման տարբերությունը բարձրաչափում ու ցածրաչափում, մենք ուզում ենք նվազեցնենք, ուզում ենք ցածրաչափում ունեցած մեր պատկերը ինչքան հնարավոր է լավ նկարագրի, այդտեղ Kullback library divergence ենք նվազեցնում։ Եթե օրինակի համար ունենք մի հատ լեզվական մոդել, որը որ սովորացրել ենք հաջորդ բառը գուշակի, հիմա ուզում ենք սովորացնենք, որ բան անենք։ Chatbot-ի նման պահի իրան, ասենք մարդուն օգնի, չխափի եւ այլն եւ այլն, այդտեղ ուզում ենք իրան հավելյալ ոնց որ մեր ձևով իրան սովորացնենք եղած տվյալների վրա, բայց այստեղ հարցը գալիս է նրան նաև որ եթե այսքան ունեմ մի հատ մոդել, ինքը մի հատ ինչ որ իր պարամետրերը ինչ որ բաշխումից գալիս են, հիմա ուզում եմ այս պարամետրերը փոխեմ նենց, որ ինքը, ասենք, մաթեմից լավ լինի օրինակ։ Հիմա իմ տվյալները կարամ աշխատացնեմ, օպտիմիզացիա անեմ եւ այլն, բաշխումը փոխվի, գա մի հատ ինչ որ նոր բան։ Հիմա այստեղ մենք նաև այդ տեխնոլոգիաները, որոնք որ օգտագործում են դա անելու համար, նաև իր մեջ ներառում է կոմպոնենտ Kullback library divergence-ի, որը որ կոնտրոլ է անում են, որ բաշխումը շատ չփոխվի։ Որտեղ բաշխումը երբ որ շատ է փոխվում, կարա լինի էֆեկտ, որը կոչվում է կատաստրոֆիկ մոռացում, դա նա որ արդեն մոդելը սկսում է մոռանալ իր ֆունդամենտալ բաները, որ կարողանում է անել, մենակ թե որ կարողանա այդ n բաները անի, որոնց վրա ուզում ենք սովորացնենք։ Նաև կարա լինի, որ մոդելը անում է reward hacking, այսինքն խապսերով տրյուկ է տալիս իբր լավ հասկացել է, օրինակ ասեմ բանարա, կոդ տամ իրան, ասեմ բագերը հեռացրու, կոդի մեջ եղած սխալները հեռացրու, կարա կոդը ջնջի, ասի սխալ չկա մեջ։ Հիմա դա պոտենցիալ reward hacking է կոչվում, հենց էլի որ տրյուկով նույն արդյունքին հասնում է։ Հիմա որ չկարանա շատ շեղվի, Kullback library divergence-ը օգտագործվում։ Ուրիշ մոտեցում, որ ասենք եթե օրինակ լինում է ChatGPT բանման, որ նեղություն ChatGPT չէ, ChatGPT-ին ինտերֆեյսն է, լինում է մոդել GPT ինչ որ բան կամ Claude Opus 4.7 տենց լիքը միլիարդանոց պարամետրերով, բայց նաև ուզում ենք ինչ որ արագ աշխատող բան ունենանք, հիմա այդ արագ աշխատողը, որ պուճուր մոդել ուզում է լինի, այդ պուճուր մոդելը, որտեվ ասենք ոնց է GPT-ով միշտ չի, չէ, որ
խոսալուց 10 րոպե սպասում եք պատասխանին, այնտեղ instant mode-ով շատ արագ պատասխան է տալիս օրինակ, չէ՞։ Կամ ունենք մոդելն ենք ուզում ունենանք, որ կարա բանի վրա, հեռախոսի վրա աշխատի։ Խնդիրը գայս, որ ուզում ենք ուժեղ մոդելի ստացած արդյունքը, այսինքն օրինակ նախադասություն ունենք, այդ նախադասության համար ուժեղ մոդելը գուշակության ինչ որ այսպես բաշխում է գուշակում, ասենք 80% հավանականությամբ պանիր է գուշակում, 10% հավանականությամբ բարև եւ այլն, տենց բաշխում ունենք։ Մենք հաճախ վերցնում ենք ուճուր մոդել ու իրան սովորացնում ենք, որ ինքը նենց պատասխանի, ոնց պատասխանում է մեծ մոդելը։ Իրան անվանում են գիտելիքի distillation։ Distillation-ը դա նա, որ ասենք մաղերով անցնում ես, որ զտես ինֆորմացիան, էլի, տենց մի հատ արագ քաշելուց մի հատ բան, ածուխով ես բանում, մի հատ հետո կաթով ես անում, բան, մի խոսքով, մի հատ երկրորդ ռեյս ես անում, այդ distillation-ն է կոչվում։ Շերտերով անցկացնում ենք, որ լավ բանի գա, էլի։ Նույնչափ լավ արդյունքի գա, ինչ սկզբնականն էր։ Այստեղ էլ օգտագործվում է callback library divergence, հաշվում ենք այս աշակերտ մոդելի, այդ փուճուր մոդելի տված բաշխման ու իսկական մեծ դասատու մոդելի տված բաշխման ուզում ենք իրենց գուշակությունները քիչ շատից նույն ձև լինեն։ Այսօր մի հատ ուրիշ օրինակ callback library divergence օգտագործելու մեկ էլ մի հատ էլ տերմին եթե բանենք մինչև հաջորդ բանին ասնելը, դա այս էնտրոպիան ասացինք բան դեպքում է ինքը discrete դեպքում էր px logarithm 2 px անընդհատ դեպքում ոնց որ ուղղակի գումարը դառնում է ինտեգրալ px-ը դառնում է այստեղ dx fx dx ներողություն ու իրան դնում ենք փոքրատառ հաշտարով ու իրան անվանում ենք դիֆերենցիալ էնտրոպիա այստեղ մի հատ կարճ օրինակ է դրած հաշվարկների այստեղ մի հատ նշում անենք են որ այստեղ կարա մեր մոտ բան լինի հենց ինքը դիֆերենցիալ էնտրոպիան կարա լինի բացասական ինչի որովհետև այստեղ երբ որ մենք արդեն խտությունից ենք խոսում մեր մոտ կարա այս խտության արժեքը ինչ որտեղ 1-ից մեծ լինի, չէ՞։ Նենց չի որ ասում ենք px-երի գումարը պետք է հավասար լինի 1, խտության դեպքում երբ որ ինտեգրալով ենք շարժում, մեզ պետք է ինտեգրալը 1 լինի, բայց անհատական արժեքը ինքնիրանով կարա 1-ից մեծ լինի։ Հիմա այս 1-ից մեծ արժեքը կարա բազմապատկվի ինչ որ թվով, մինուսով տենց սկսի քաշել իրան դեպի բացասական տեղ, էլի։ Դրա համար ոնց որ աննորմալ չի տեսնել բացասական էնտրոպիա։ Ներողություն, աննորմալ է տեսնել բացասական էնտրոպիա, դիֆերենցիալ էնտրոպիա օքեյ է տեսնել։ Ու իրա մի քանի հատ հատկություն, նախ առաջինը ոնց որ եթե սաղ տվյալներին զուտ գումարենք մի քիչ էնկոմ, ոչ մի անորոշություն չի մեծանում, էլի, եթե բռնեմ զառի վրա մի հատիկ կետիկ հավելյալ նկարեմ, այդ զառը ավելի զարմանալի չի դառնա, էլի, իրա բաշխումը։ Անհատական արժեքները կփոխվի, բայց այդ հեչ։ Ինքը additive է, այսինքն այդ ուղղակի գումարը կարանք բաժան երկուսը միասին կարանք գումարի տեսքով գրենք, եթե իրարից անկախ են բաները։ Հաջորդ լեկցիային մի հատ էլ բան կանցնենք, կարա լինի բացասական, եթե բռնենք ֆունկցիան ինչ որ համադրույթ անենք ուրիշ բանի մեջ դնենք, ինքը կփոխվի, հստակ չափ գիտենք, բայց չխորանանք այդտեղ։ Մի հատ հետաքրքիր բան է նա, որ եթե թվերը բոլորը բազմապատկենք, այսինքն ինֆորմացիան պահենք մետրերով, հիմա սկսենք սանտիմետրերով պահենք, այսինքն 100-ով մեծացնենք, իրականում էնտրոպիան դիֆերենցիալ էնտրոպիան կմեծանա այն դեպքում։ Այստեղ log 2a չափով կմեծանա։ Կարակ իրան որպես ինտուիցիա պատկերացնենք են, որ եթե տենց ավելի մեծ միջակայքի հետ եմ գործանում, այնտեղ ավելի նուրբ ճշտությունների հետ եմ գործանում, այդ դա պահելու համար ինձ ավելի շատ տվյալ է պետք լինում, բայց սա ընդհանուր մոտեցում է նրա, թե ինչի ենք իրականում օգտագործում callback library divergence, ոչ թե բան, ոչ թե differential entropia օրինակ, որտեվ ոնց որ մենք չենք ուզում ունենանք ինչ-որ մետրիկա, որ մեր մոտ տան գինը քառը բանը դոլարից սկսենք դրամով պահենք ու փոխվի։ Դա մեզ абսուրդ անընդունելի բան է, էլի։ Ու հա, եթե իմի բերենք ու հարցեր լսեմ արդեն, ոնց որ մեր մոտ էնտրոպիան ամենաօպտիմալ կոդավորելու բանն էր, cross էնտրոպիան այն էր ինչ է լինում, եթե սխալ ձևով ենք կոդավորում, ու թե ինչքանով ենք ծուր գնացել, մեր մոտ callback library divergence-ն էր լինում։ Այստեղ մի հատ տնայինի հետ կապված նշում ասեմ, ու բան, էլի մի հատ հարցեր լսենք։ Այս Skype-ի հղումը դե ունեք։ Այս Skype-ի այս GitHub-ը ինքը միշտ ավելի թարմ է, ոնց որ ես իմ սաղ աշխատանքը ավտոմատ այս GitHub-ի մեջ եմ անում։ Դրա համար ամենաթարմը ավտոմատ ստեղ է լինում։ Բայց այս Skype-ում էլ ենք հասնում ենք մաթեմի 29-րդ սեկցիա։
Այստեղ մի երկու հատ տնային եմ ավելացրել, մի քիչ իրանց այսօր փոխելու եմ, բայց հիմքը նույնն է լինելու։ Մի հատ հայկական այբուբենի հետ կապված վարժություն, այբուբենի մի հատ ինչ-որ տեքստի վրա հասկանալ ոնց կոդավորել, որ օրինակ ան ավելի հաճախ է հանդիպում։ Այստեղ մի հատ օպուսն է միտքը առաջարկել իմ սիրելի Կլոդը։ Այստեղ չեմ ջնջել, որովհետև չի ֆայմը, որ մեր մոտ եւ օֆ-ը է վերջում, ու օֆ-ը է գրել, որովհետև լեզվական մոդելի տեսանկյունից եւ-ը ու ուն իրա շատ նման են, էլի, այստեղ չի կարացել հասկանա, որ դա չի պետք է ասի։ Սա զուտ որպես խնդալու սխալ բան։ Մի հատ էլ Wordle խաղի հետ կապված օրինակ կա։ Wordle-ը կարաք, եթե կուզեք, հետո գրեք Bardle խաղ։ Կարաք խաղ, այն կովիկներ ցուլիկների տարային խաղն է, ինչ որ ժամանակ լավ հայտնի էր դառել։ I am Nerses username-ով մարդը իրա նաև հայերեն տարբերակն է սարքել, կարաք հետո եթե կուզեք նաև սա խաղաք ու մտածեք այն տեսանկյունից, մտածեք ինֆորմացիայի տեսության տեսանկյունից ինչ տեսք ունի ինքը, էլի, այսինքն այստեղ որ ինչ որ բառ ասում եմ, պատասխան ստանում եմ, ինչքան ինֆորմացիա ինձ ասում, միջինում քանի քայլ է ինձ պետք եւ այլն, դրանց շուրջ վարժությունն է մի հատ։ Ու երկու հատ էլ տենց ավելի շատ գրիչի վարժություններ, այս գործնականը անելու ենք վաղը չեմ ասել, այսինքն ըստ էության շատ ժամանակ չեք ունենալու լրիվ լուծելու, բայց լավ կլինի գոնե ինչ որ չափով մտածեք խնդիրների վրա, որ ինչքան շատ մտածեք, այդքան էֆեկտիվ անցնելու գործնականը։